Ուրձուրի բացումից սկսած, ինչ ասես, վարել, գրել։ Մի քիչ հետ եմ վերցնում խոսքերս։ Իմ համար այդ կատաստրոֆա է։ Ինքը ավետի համար խելագարվում է։ Իմացի մարդկության մեծ մասը չարա, բալիկ ջան։ Հեշտ մանկություններ։ Երջուհի Սիրուշոյից շատ է ժամանակ տանում։ Մեր բոլորի համար դու այս ես։ Այդ ինվալիդնեսը ունեվածի ծվածերից ոչ մի բան չսարքելու է։ Երես տվող ես։ Ու մենք այդ տեքստը չենք ունեցել, դու խանգարում ես իմ privacy-ին։ Ոնց։ А черные дыры почему существуют? Я не хочу умирать. 3 հոգով մի սենյակը դա արդեն ընտիր էր։ Bohemian խալատ։ No, no, no։ Այդ edge-ը արև ջան։ Անցել ենք։ Վայ, մենակ քեզ եմ սպասացրել, ինչ ամոթա։ Այդի լավ։ Ռեկ տվեք գնա։ Ներողամիտ մարդ է։ Ավ ջան, ողջույն։ Ողջույն արևս։ Մեր տաղավարում է մեծն Ավետ Բարսեղյանը։ Ոնց ես Ավ ջան։ Ես պետք է ասեմ, որ ես ուշացել եմ։ Ու մի կողմից շատ վատ է զգում։ Մյուս կողմից ասում եմ լավա մեր ավունը, հարազատ մարդ է։ Ներողամիտ ես։ Սենց հարցերում։ Քո հանդեպ, բնականաբար լուբոյ սենց յուրաքանչյուր սենց պահի, որ գիտես ես քաղաքի խցանումներով էլ, ամեն ինչով էլ, քո երկու երեխեքով էլ գերակտիվությամբ Արամն էլ վրադիր։ Գիտեմ որ ասում ես ոչ մի վատ բան չի եղել։ Հասցնենք լուսային դպրոցից վերցնենք այդ այն։ Ուրեմն մենք սկսում ենք ոդկաստ երեխեքի կին ամուսինների բոլոր գործերի արանքում սենց է Երևանյան իրականություն։ Ավքո վերաբերմունքը նման հարցերում, այսինքն կարելի ասել տեխնիկական փոքրիկ խնդիրներ, երբ նայում ես կողքից, բայց երբեմն դրանք մեզ նյարդայնացնում են։ Դու փոխվել ես, այսինքն դու 20 տարի առաջ քո էմոցիաներով, ռեակցիաներով եւ դու այսօր։ Այսինքն հարազատ մարդու հանդեպ բնականաբար չի փոխվել, արևոս, եթե դա չգիտեմ լիներ ինչ որ նոր սկսնակ ոդկաստ վարող, կարող ինչ որ փոքրիկ հոտավետություն չէ, մեծանալով հասկանում ես որ դրանից կյանքը չի տարակելու կամ դու ինչի հաղորդավարին հատկապես երբ որ նա պետքա ինչ որ լավ տրամով գա ու ինքը փոխանցի արև մարդկանց տվյալ մարդին ինչ այդ կոչումը զրյա օգտագործում այդ բան անիմաստ բան հա 5 րոպե ուշ սկսեք ծրագիրը դեզերքը չի կանգնելու ոչ մի բան չի լինելու դրա համար մեծանալով հա ինչ որ երիտասարդ տարիքին ավելի երևի բայց որ բոլորս հերոստատեսային կյանքով ու բովով անցած են գիտենք որ ամեն ինչ կարող է լինել իսկ կարող ենք ֆիքսել որ փաստորեն դու ավելի համբերատար ես դարձել հա հանգիստ եմ դարձել հա տարիքի Ավ մեր բոլորի համար դու այս ես չէ միշտ այդ ես էտել է ավելի զսպվել վերջին տարիներին իրականում հա իրականությունը միշտ դուրս է գալիս այսինքն մարդ որ տենց ինչ որ ճոխ հագնվածք չի սիրում մարդ որ ավելի հանդարտ է տենց այդ փոթորիկային չի իր տեսակով այդ կամած երբ որ արդեն հանդարտ ես դու քո անունը տեսակը արդեն ստորագրությունը տվել ես արդեն քո իսկական հանդարտությունը դուրս է գալիս ու անգամ այսօր էլ քեզ մոտ գալիս մտածում ինչ որ բաներ հագնեմ ավելի կոստյումային հետա ինչ որ բաներ հետ ասի դե չէ մանավանդ մեր ֆորմատը հա ինչ որ հանգիստ բան գնա որ ներսիդ հանգստությունն ու ավելի նստած վիճակը չէ էլի գիժը խփում է խենթը կամ ինչ որ վիճակը միշտ էլ կա արևոս չի անցնի ինձ մոտ էլ չի անցնի քեզ մոտ էլ դժվար դա այսինքն կտկտոցը հիմնական էներգետիկ տեսակը մեր չի անցնելու բայց ավելի հանդարտ ենք դառնում բնականաբար ինչ որ սրությունները կորում անիմաստ սրություն Ավ մի կողմից դու այնքան պրոյեկտների մեջ ես այնքան տեղ կաս այնքան գործ ես անում մյուս կողմից դու քո տեսակով sense այն որ ասում են արվեստագետ շատերի աչքին հենց դու ես գալիս քո օրվա գրաֆիկը այ արվեստագետի ու sense հանդիպումներ ժամով ամեն այդ դրա արանքում ո՞նց է կարգավորվում ո՞նց է լինում Ես շատ սիրում եմ քնել եթե գործ չկա ու եղանակը այդ առումով ես քնկոտ տնից դուրս չեկող մարդ եմ բայց հիմնականում շատ մեծ զբաղվածության ժամանակ շատ կոնկրետանում է իմ հասցնելը ամենտեղ ես կասկադում նստած կարող եմ 5-ից 6 հանդիպում տարբեր մարդկանց տարբեր էմոցիաների կամ մեկը երկ մեկը ինչ որ բան վարելու հասցնում եմ որովհետև երևի
մարդկանց հետի շփումը ընթացքում այնքան եմ կարոտում, այսինքն լինում է 10 օր, կարող ես մենակ լինեմ իմ կաբինետում իմ գրքերի հետ ու Անին ու Լուսեն լինեն միայն ինձ շրջապատող կամ քույրիկս ու մայրս մաքսիմում։ Այսինքն լինում են օրերի շատ մեծ քանակ, որ ոչ մի բան չկա։ Դրա համար հետո գազազը որ բռնում է, հասցրվում է։ Իսկ կարող է այնպես լինել, որ ունես պայմանավորված հանդիպում, բայց այդ ընդ եղանակը տրամադրում է, դու էլ Հա չէ, այդպես բոհեմյան բաներ չունի։ այդ չունես։ Արվածը, եթե առողջական չի, արևոտ ջան, խնդիրը, այսինքն որ չկարողանամ վեր կենամ, չէ, այդպես բան չկա։ Ավ գիտես դու իմ համար քաղցր մարդ ես։ Հա։ Որովհետև դու շփվում ես շատ տարբեր մարդկանց հետ, շատ տարբեր տեսակի, ոլորտի, ու դու բոլորի հետ այն ջանջիկյարով ճիշտ կապը պահող ես։ Այդ պապայի գենն է, թե մամայի։ Երկուսինն է, իմ պապան էլ մաման էլ շատ սոցիալական մարդ են ու այդ քաղցրությունը լեզու գտնել է երևի թե այդքան քաղցր չեն, ինչքան լեզու գտնող են եղել, պապաս է եղել, մաման փառքաստու կա ու ազգուշնել է տենց ինքը բոլորի հետ լեզու գտնող, ինքը անգամ աշխատում է մի վայրում, Արև ջան, թաղապետարանում, այդտեղ մարդիկ չարացած կարող են գալ, դա բանն է, ամեն ամսվա վճարների, հա, աղբահանության վճար կամ այլ վճարները տալ ու իրանք դա նյարդով են անում ու այդ ամեն ինչի մեջ որ գալիս են ազգուշը շատ լավ մաման գտնում է լեզու իրանց հետ շատ նյարդային մարդկանց թվում է այդ փողը ազգուշը տունա տանում չէ դա պետական իրենց վճարներն են երևի երկուսից էլ Արևը ջան եկել է մարդու մեջ այդ մարդը տեսնել գրադացիաների չենթարկել մարդու բնականաբար դու քո տեսակը ունես ու մոտ ես քո տեսակի հետ բայց հիմնական մեծ կտորով ես մարդկային գրադացիա գեշա հարուստ չկամ ինչ-որ տես գրադացիոն բաներ չունեմ ինտելեկտ ունիմ երկու գիրք ավելա կարդացել թե չէ չկա մարդա ինքը հաստատ ինչ-որ մի կայֆ բան կունենա մեջը որ շատ շփվես այդ կայֆը ու ամենահավեսը որ դու մարդուն հենց նոր տեսար թե 1000 տարվա կոմոդիկն է դժվար է այս կողքից հասկանում որտեվ այդ ջիկյարը կա իմ ջան շատ նաև օգնում է ջերմ շփվելուն հաճախ լավ գինին արի թարիրի խմենք կարմիր մեր թարիրի թագուհու նման սենց ուժեղ տպավորիչ բույրով եւ համով իմիջիալոց կաբերնե սավինյոն եւ մեր հայկական արենի սորտերի բլենդն է իմ քիմքը մի քիչ գինի հասկանում ինչ կասես միշտ ա եղել իմ ամենասիրելի ամենօրյա չի բնականաբար իր կլասը ունեցա որ դա պետք է ինչ-որ առիթային լինի բայց ու այս կարմիրը նաեւ սենց հստակություն ունի ծանրություն ունի իր մեջ ճիշտ ավ որ մանկությունից խոսում ես եթե սենց մի պատկերով ասեն ինչ պատկեր է մտքից գալիս ինչ պատմություն ինչ գույն Այդքան գույնը չէ, ինչքան իրեր քարերի հավաքածուների, այսինքն մի տարբեր բաներ ու անել անընդհատ։ Արջի չհալածնել, կոպեկ սարքել, որ մանապոլա խաղանք, ոչ թե բաներով։ Այսինքն ինչ գործողություն է գալիս մանկությունս, ավելի այդ տարիքի 10-11-12 մանկությանս ընկերների հետ, ավելի ինչ որ մի բան գործողությունով անել են։ Ինչ է դա քրքիրը։ Ինձ չի գալիս այդ անհոգ ֆուտբոլի դաշտ չի, դա այդ հոտը չի այլ ինչ-որ բաներ չեն, դա ինչ-որ գործողություն անել է կամ ուսումնասիրել մորեխներին, այսինքն ունենալ բժշկական ինչ-որ բաներ, ապակիներ, որի վրա այդ մորեխը պետք է անընդհատ ինչ-որ գործողություն։ Հեշտ մանկություններ։ Չէ, ինքը մենք տենց լավ Ցուրտումութով իր ամեն ինչով ծանր ապրել ենք այդ առումով բայց ինքը հա շիսլիվի է ինքը տենց ծանրացած բան հա չենք ֆիքսել ես հա ծանրացած բան որպես այդպեսին հիշողություն խազ որից պետքա չգիտեմ դա վերլուծես ռուսերեն ասած պրարաբոտեց որ մեջը տրիգեր կա չէ ինձ մոտ չկա Ավ բայց հիշում ես մեզ բոլորիս էլ այնպես էր որ գիտենք որ ինչ որ մի իրը դա բոլորինս է ինչ որ մի հակոստը հակնում են տարբեր մարդիկ գալիս է քեզ հետո գնում է ուրիշին հա իհարկե այդ ամեն ինչը ու շրջանառությունը մենք ապրել ենք քո կյանքում երբ որ եկավ այն պահը որ դու հասկացար որ դու կարող ես առնել ամեն ինչ դե ամեն ինչը պայմանական ենք ասում ինչ էր դա ասած քո համար դու քո շապիկը դա քո գնացն է քո կոշիկը
Չնայած այդ շրջանառությունը իմ ընկերները ինձ շատ են նվիրում այսօր շորեր, զգեստ, աքսեսուարներ շատ են նվերը իմ կյանքում, մեր հայ դիզայներներին շատ եմ սիրում ու իրենք էլ ինձ, այսինքն իմ կյանքում դեռ շրջանառությունը որպես այդպեսին չի վերացել, այսինքն ես շատ բայց առաջի գրողն ես լինում։ Շատ քիչ է լինում, Արև ջան, որ ես ինչ որ բան առնում եմ կոնկրետ, որովհետև հիմնականում մեր հայ դիզայներները տալիս են ընկերներս մի բան առան, Կարեն Սևակի Կարենը մի բան առնում է, չի էլ հագնում, հետո դա գալիս է, օրինակ շատ սիրուն ու թանկանոց բան կարող է։ Չէ, բայց դու գիտես, որ եկավ մի պահ, որ դու հասկացար, որ դու կարող ես բնակարան գնել, մեքենա գնել։ Ամենամեծ ուրախություններն են իհարկե դրանից գալիս է մանկական հրճվանք, Արև ջան, որ դու գործով առանց ոչ մեկի առաջինը երևի թե Glendale Hills-ում բնակարաններ իմ ուրախությունը շատ ծանր այդ պերիոդը որ պետքա հասցնեի ինչ որ X գումար, որը այդ ժամանակ շատ մեծ էր թվում այդ գումարը ու բորձուրի բացումից սկսած ինչ ասես վարել գրել ինչ ասես այլ ջան պետքա ամեն ինչ անեի որ հասցնեի ու հասցրեցի պաստորեն եղավ այդ տունը մամային հետո առանձին տուն առնելը ինքը մանկական հրճվանք է որը մինչև որս էլ չի անցնում ու մինչև որս էլ քայլելիս էլ ես մեկ-մեկ կարող եմ վիտրինայով անցնել ու այդ մանկական բանը վայ ինչ սիրուն բան է ես մինչև այս ժամացույցը առա մի շաբաթ գնում գալիս էի Լորանժում Արև ունենալով դրա նորմալ եւ այդ բանը որ կգամ մի օր ես քեզ կառնեմ իմ ժամացույց այդպես մի շաբաթ գնացել եկել եմ երևի թե մանկական ուրախությունը ու անգամ չգիտակցել որ արդեն կարող ես հանգիստ մտի տենց մի վիտրինային մի եղի Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել, նրանք կխմեն ֆիլտրված ջուր, իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք, ծորակից գալիս է եռացող ջուր, հանքային էլ կարող եք չգնել, կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Ավ գիտեմ, որ կենցաղի մեջ հիմա շատերիդ կարողա զարմացնեմ, ավետը անսահման հեշտ է, որովհետև ավ քեզ իմանալով ես կմտածեի, որ մարդիկ կան, որ դրսում շատ հեշտ են շփվող են, բայց տանը իրանք արդեն պետք է ամեն ինչ լինի իդեալական, բայց անից ես հասկացել եմ, որ դու այնքան պուպուշ ես տանը։ Ոչ մի սուր խնդիր առաջացնող չէ։ Այ ինչն է որ քեզ շատ կարևոր է, այ այս մի բանը լինի մնացածը հեչ։ Որ երկուսն էլ լուսեն էլ անին էլ կեղտը հատակի կեղտ նկատեն չանցնեն գնան։ Այ դա կարա բանան։ Դա քրքիր է։ Փոքր այդ կետը կեղտի, չգիտեմ, քաղցրի։ Մի քիչ հետ եմ վերցնում խոսքերս, այն որ ասում եմ շատ հեշտ։ Շատ չեմ դարձնում։ Ես այդ խաղի ձևով լուսեին կարող եմ հել Բալիկ ջան եկար։ Հա, նկատիր եւ այլն։ Սրբեցիր։ Վայ, արի օգտվենք առիթից ունկնդիրների մեր խնդրենք, ասեք ձեր զույգը տանը, այդպես շատ հեշտ լինելով ինչերը անում են, որ նկատումը, բայց գոնե չնկատեր։ Բայց դից խփնված չեմ մակրության վրա, այսինքն այդ в постели с врагом ֆիլմը չի հաստատ։ Դեսպոտական, հա։ Դեսպոտական բաներ չկա։ Կարելի է մի պատմություն պատմեմ։ Ուրեմն
Անին ով չի ճանաչում, Անին ոչ միայն շատ հրաշք աղջիկ է, Անին նաև հրաշք աղջիկ է իր տեսակով, որ 24/7 ինքը ավետի համար խելագարվում է։ Ավետջանը։ Ու գիտես, էդ էլ է հետաքրքիր, դրան հենց կհասնենք, եթե տենց չլիներ Անին, ինչ կլիներ, բայց Անիի հետ կապված ուզում եմ ասել, քանի որ անverջ ավետին գովում է, անverջ։ Ու նույնիսկ այն պահերին, որ պետք չի ավետին գովել, որովհետև մեր երրորդ ընկերուհու մոտ ենք ու մոտ պետք չի գովել։ Բայց գովում է անդադ ու սենց անում ասում է հարևանուհիս կանչել էր, ինչ որ բան ունեի ինտերնետի հետ կապված օգնելու, մինչև այդ շատ հյուրեր ունեինք տանը, շատ հյուրեր, սեղանը գցած, թողեցի գնացի։ Ու ասում է, «Եկա տեսա Ավետ ջանս, ամբողջը հավաքել է»։ Ավետ ջան, այդ ոնց այդպես դու ինքը ամենօրյա ռեժիմի մեջ չի դա ու ես դա հաճույքով եմ անում, եթե որովհետև ես շատ երկար տարիներ Արև ջան մենակ ապրել եմ մինչև 35 տարեկան, ես իմ կենցաղը շատ նորմալ, այսինքն ես այդ ինվալիդնեսը չունեմ, ես երիտասարդ տղեկը որ շուտ են ամուսնանում, օրինակ իրանք այդ բանը ունեն։ Մամայից գնում են դեպի կնոջ։ Կնոջ ու անդադ կախված են։ Քանի որ ես կարողացել եմ կենցաղում ինքս մենակ մնալու, այդ կենցաղը շատ մաքուր ա եղել, այդ առումով ես կախվածություն չունեմ, որ Անին անպայման գա անի։ Չնայած դա էլ դրոշակ սարքելն էլ մի բան չէ, դա նորմալ է, դու տանը ապրում ես, եթե մի պարտներին հարմար չի, վեկած դու ոտունես, ձեռունես, բարդ բան էլ չի հավաքել մի տեղից մյուստեղ։ Այնինքն իմ համար դժվար բաներ չկան կենցաղի մեջ ու այդ գենդերային բանել չկա, ես դու։ Որ կարողանայի մի քիչ օրինակ խոհանոցային լինի, ես այդ կանեի, այսինքն այդ առումով կախված եմ Անից, այդ ինվալիդնեսը ունեմ բացի ծվածեղից ոչ մի բան չսարքելու, այդ ուտելիքը հա իրան մասն է, բայց տանել մի բան դնելը լվալ, չգիտեմ, մաքրել ոչ մի խնդիր չկա, հատկապես Dyson-ը գժվում պիլիսոսի համար իմ ընկերն է, իր ձենը գնալ գալ։ Ռոբոտը, թե այն ձեռքով այդ էս չէ, հա։ Մտածում եմ, գիտես, որ դա էլ է պետք։ Dyson-ը, հա ձերը ռոբոտն է։ Ռոբոտն է, բայց դա էլ է պետք ունենալ։ Չես պատկերացնում, ոնց կսիրես Dyson-ին։ Գիտես, ես երբեմն մտածում եմ, որ Անին եթե չլիներ, Ավետ ջան Անին։ Ինչ ձև կլիներ։ Նախ ինձ չէր լինի, ես Կարող էր շատ լինել։ նորմալ հա, մի վետկեն, պարալելնի վետկեն։ Եթե Անին չլիներ, ես չեմ կարծում, որ ինչ-որ բան կլիներ։ Ես հանգիստ այդ բոհեմյան խալաթով կֆրֆրայի տանը մենակ։ Հա, դու մտածում ես, որ եթե չլիներ այն ամենակոնը դու կմնայիր մենակ։ Որովհետև ես արդեն գնում եի այդ վիճակի մեջ, որ Անիս հայտնվեց իմ կյանքում։ Դրա համար կարծում եմ ինչ որ միտեղ եթե չհայտնվեր, ես հանգիստ մենակ տրտում տխուր կապրեի հանգիստ։ Երեք գիշերն էի մի բանաստեղծություն գրել, որ հոյակապ էր մեր կյանքը առանց իրար, բայց անպիտանի, ինչպես բնակարանը, որի մեջ չեն ապրում երեխեք ու չեն թափթփում։ Այսինքն պետք է ներվ մտներ, պետք է երեխա լիներ, շարժ պետք է ցույց տա մարդու կյանքը ու պարկասը Անին շատ սիրով այդ շարժը իմ կյանքում ապահովեց, հետո Լուսեն ապահովում է այդ առումով, բայց կար վտանգ կար, որ մենությունը կարար հանգիստ գնար, եթե Անի ճակատագրով չհայտնվեր։ Թույլ կտամ անձնական մի քիչ մտնեմ, որտեղ դու ինձ հարազատ ես, էլի։ Նա ես քանի որ Անիից էլ գիտեմ, քեզնից էլ, ես տեսնում եմ ամենակարևորը, որ դուք իրար մեջքի եք։ Դուք իրար սիրում եք, փայփայում եք։ Լավ, բա ձեր թեկուզ այն մինի կռիվը ո՞րն է։ Բայց դենց շատ կան, մենք դենց զույգ չենք որ։ Էդ եմ ասում, ինչերն են։ Զույգ չենք այդ առումով։ Դու շատ կա խոսա։ Կենցաղն էլ, չէ խոսա։ Ինքն է քեզ ասում խոսա։ Դե խոսացեք էլի ոյ։ Ու օրինակ, ինքը պահանջում է խոսք։ Իսկ ես չեմ սիրում, ինքը որ շատ ընկերուհիներ չունի, դու գիտես, ինչքան Անի կյանքում շատ սակավաթիվ են մարդիկ, ովքեր ընկերուհի են իրեն։ Չկա ու ինքը այդ ամբողջ էմոցիան ուզում է, հա։ Իսկ իմ համար այդ կատաստրոֆա է նստել ու նիաչում խոսալ։ Անգամ չգիտեմ, ասա փող առաջարկեմ, առնեմ այդ ժամը, դու սովոր ես, որ դու խոսում ես փող են տալիս։ Հումորը էլ է հասնում։ Ախր մենք այդ փոքր խոսակցությունները սիրում ենք։ Հա, դե տենցն ենք։ Իսկ
Պատկի ասեմ Արամն էլ գործի բերումը ինչքան է հոգնում ու տանը ուզում է լռի երևի թե մեր սիստեմաները այդ առումով նման են տնային, որ ուզում ես լռես, իսկ կանայք ասեն սիրում են, չգիտեմ, պարզապես պստիկ բանից խոսալ։ Ուրեմն այն օրը կիսա քնած էի։ Ու դա կարա անընդհատ դառնա։ Ու առավոտյան լսում եմ Նունեն, որ հələ չի մտածում, որ ինքը ինչ-որ կանոնների պետք է ենթարկվի, Արամի հետևից է անգել, ու այդ փոքրիկ խոսակցություններն է ուզում անի։ Ահա, կոֆե խմեցիր, հա? Բա հիմա ինչ ես հագնում, պապա։ Այսօր ինչ ուր ես գնալու գիտես։ Հաշմա դիալոգի մեջ իր։ Ու նց անընդհատ մեր մանկապարտեզի Լիան ու Լեան ասեցին, բան ու այն որ Արամը հավեսով, դե աղջկա հետ հավեսով է, հետաքրքիր է որ հա աղջկա հետ այդ սմոք տոքերը ուներում ենք, բայց կնոջ հետ sense ավելի ես հասկացել եմ կնոջը չկա լի լստել էլի խոսալ այդ շատ դեմոտ է բանը ոնց արիվ ջան դե ամեն ինչ բարձ է էլի կամ երեկել էր էլի ինքան հետաքրքիր որ Ավետ ջանս հիշում ես որ ասում հա բայց անջան եղել է չասես տաննել ասում Ավետ ջան անընդհատ իհարկե չի Ավետ ջանս ջանը կպած է այո Ավետ ջանս հիշում ես որ եկար չգիտեմ ու լավ բան է ինչ որ իրա գնալ ուզելը օրինակ կամ հարսանիքին մեր փոքրիկ հարսանիքին ասեմ բայց ինչի հիմա այդ հիշենք անջան եթե դա եղել է երկուսս գիտենք այդ բարձրացանները այդ ինչի պետք է հիշել այ այդտեղ է երևի որ հասկանում եմ տղամարդու ու կնոջ տարբերության երևի ինչ որ մաս կա որ դուք պրոստը ձեզ պետք չի առիթ պասուշիստվու խոսալու էլի ցենց իհարկե խոսալ հիշել ինչ որ բան անգամ եթե դա տեղի ունեցել է կյանքը սիրուն է այդպես նայ դու անի հետ այդպես իսկ Լուսեի հետ չէ Լուսեի հետ գնում է խոսակցություններով հա ինձ այդ առումով նայ էգոիզմ է երևի որ որովհետև մենք բաներ ունենք որ դեռ չեն եղել լինում են խոսակցության մեջ էլի հետաքրքիր է չէ Լուսեի հետ լինում է Լուսեի հետ լինում է խոսալ անի հետ ավելի շատ ուզում եմ լռեմ էդ էլ է հետաքրքիր որ չեմ ուզում խոսենք շատ իսկ ոնց հանգստանաս ոնց հանգստանաս անի հետ իսկ ինքը սիրում է ինչպես բոլոր կանայք սիրում է ինչ-որ բան քննարկել վերլուծել խոսել բայց Լուսեի հետ դեռ հերիք այսինքն այդ պատասխանատվությունը Լուսեին ինչ-որ բան բացատրելու երևի թե կա այդտեղից խոսք կարակ Լուսեի մեջ ինչն է որ լրիվ դու ես անտանելի խասյաթը գիտես միջով Լուսեին տեսնել ինձ թվում էր ես պետքա տեսնեմ ասենց շատ չգիտես ինչի ինձ թվում էր ճիշտ երեխա բայց հետո ես որ Լուսեին տեսա ինքը ասենց իր խառը գույներ բան կոկիկ չի լավ այնց դուրա գալիս այդ մեջ խառնվածքը մինչև վերջ փոքր բանը կդնի կսարքի այնքան մինչև այդ ինչ լավ գիծը հա գիծը լավն է հետաքրքիր տենց խորանը աչորնի դիրի почему существует я не хочу умирать օրինակ այն որ ասում եմ ջայլերը խես անգից նստի քնի տարիքային իրենց մոտայո գալու արտնանաս ինչի՞ս մահից խորանալը այդ էլա երևի ինչ որ մի տենց ֆիլոսոֆսկի բանի մեջ խորանալ Черный дыр, չգիտեմ, սկապլենի звезд, մահը ինչա, ինքը մի բանի մեջ շատ sense կխորանա իմ նման։ Երես տվող ես։ Երես տվող չէ, մեր երեխեն այդ առումով չէ։ Օրինակ ինչն է, որ ինքը կարա ուզի, բայց ասես չէ։ Բաներ կան, այդ խաղալիքային, որոնք էլի կապված է տան մակրության հետ, որտեղ դա պատին կթողեց, slime, հա, slime։ Ինչ-որ բաներ կան անդուր իրանք լպրծունները այդ կարա ուզի ունենալով էլի ուզի այդ կարա ինքը տեսակով չէ այն երեխեքից չի որ լկստված է ունի բնականաբար ամեն ինչ որ այդ տարիքին պետքա ինքը տենց բան չէ այդ առումով չէ լկստված լոճված երեխա չէ Իսկ եղել է որ ինչ որ բան դու չես ունեցել քո մանկության տարիներին ու հիմա այն որ սենց դրա տեղը Լուսեին Սենյակ, ցավը տանեմ առանձին ինքը ապրում է իր սենյակում ինչը բայց էլի ուրախություն է որ փոքր երեխան ունի իր առանձին սենյակ, առանձին դասարան դուր ունի չեմ ունեցել հա դե բոլորս առանձին այդքան privacy չենք ունեցել ու մենք այդ տեքստը չենք ունեցել դու խանգարում ես իմ privacy-ին այդ ինչ տեքստ է 3 հոգով մի սենյակը դա արդեն ընտիր էր հա ընտիր վիճակ որովհետև հետո բարեկամներ կարող էին գալ դա
Ты, мою ինչ ռուսերեն էլ խոսում։ Это мои личные границы, это ինչ։ Իսկ այս սերնդին եթե մեկ բառով ասենք, դա սահման է։ Սահման է, որ Այո։ այս քանից հետո իմն է։ Ավ ի դարբերություն ես մեր նոր սերնդի, դու ընկերության մեջ ինձ թվում է սահմաններ չունես, որովհետև սենց բոլորի համար դու են ընտիր ջիգար ընկերն ես։ Երևի թե լավ ընկեր եմ, ես դեռ փողոքներ լսել եմ ինչի չկաս, ինչու չես երևում է երևի թե։ Ում կյանքում դու համարյա ամեն օր կաս ընկերներից։ Նորի Կարեն Սևակի Հեռախոսով։ հեռախոսային նաև, հա, եթե չհասցնեմ էլ, հա։ Իսկ մանկության ընկերներ ունեմ լավ, բարբերաբար իմ բակի ընկերներ։ Կասկադի։ Չէ, Լենինգրադյան։ Բայց Կասկադում էլ ես, չէ, ապրել, հա։ Մեծացել, այո, դեռ էլ ունեմ ընկերներ, բայց կապի ընկերներ, որպես կապվող հեռախոսով կապվող ընկերներ, տարբեր երկրներում ապրող, այդ Լենինգրադյանի մեր ժողովուրդն է, 5 ընկեր ենք ու անընդհատ կապի մեջ։ Այդ շատ լավ քաղցր բան է, որ սա տարբեր, բայց այդ կետում բոլորս նույնն է ու ոչ մեկի մեջ որևէ բան չի փոխվել, ով որտեղ է, ինչ է անում ու շատ սիրում եմ ձեզ Սարգիս, Արամ, Երվանդ եւ Արայիկ, այդ մնացելը, որ հավաքվում ենք, դա իսկական ժամանակի մեքենա է, որովհետեւ բոլորը կորցնում են տարիքը, բոլորը կորցնում են սահմանափակումները ու ոչ մեկին հետաքրքիր չի, ով ինչքան երեխա ունի, ուր է հասել սոցիալական աստիճանով կամ չի հասել, կապ չունի, մենք բոլորս նույն մանկությունն ենք, մեր մանկությունը մեր ոչինչ չունեցող, բայց ամեն ինչն էր պարփակող մանկությունը։ Այսօր այնպես է ստացվում, որ մենք հաճախ զուգահեռներ ենք տանում կանանց ու տղամարդկանց միջև, բայց ստացվում է այդպես զրույցը։ Ուզում եմ ասել, որ շատ հետաքրքիր է, որ հաճախ երբ կանայք հանդիպում են, նույնիսկ այնց հումորային վիդեոներ կան, չէ՞, որ նույնիսկ եթե որոշում են, որ չենք խոսելու ամուսիններից, չենք խոսելու երեխաներից, նենց հետաքրքիր է գնում է դեպի այդտեղ, բայց տղաների ընկերությունը ես այ դրանով ինչ որ շատ եմ սիրում, որ այսպես տղեկը հավաքվում են ու իրոք այդտեղ կապ չունի ով քանի երեխա ունի եւ այլ լրիվ իրանք այն են ինչ որ եղել են 7 տարեկանում հումորների տեսակը իրար կծելու, իրար գովելու, իրար վրա դե կոչվում է կայֆավատ ու ձեր չես ասի նույն տարբերակն է մնում էլի ամեն մեկի մանկության այդ հենց այդ կետում որտեղ ձևավորվել է այդ ընկերությունը ինքը Ինձ թվում է երջանիկ ենք մենք, որ ունենք այդ մանկության ընկերներ, որովհետև երբեմն ես տեսնում եմ մարդիկ չունեն, բայց այնպես չի, չէ՞ որ չեն ուզել։ Ուրեմն չի ստացվել։ Դա էլ է, երևի ճակատագրի ու ինչ որ լավ նվեր է նաև Արև ջան, դա էլ է։ Մարդիկ, որոնց մեջ դու չես կարող խաղաս քո, չգիտեմ, սոցիալական այն դերը, որը քեզ տվել է քո աշխատանքը։ Այդ ամենաիսկական ընկերությունն է։ Քո ընկերներից շատերի հետ նաև գործընկեր ես, չգիտեմ այդ գործընկեր կարելի ասել թե չէ, հա, գործընկեր, հա։ Ոնց է ստացվում այդ ընկեր-գործընկեր կապը, էլի։ Պայմանավորվածությունները, ֆինանսը, չգիտեմ, այդ ամեն ինչը։ Չեսնենք, ես բոլոր իմ ընկերների հետ, ովքեր գործընկեր են, էլի շատ չեսնենք ու փողի հանդեպ տենց ագրեսիա չունենք իրար խաբելու։ Հա կան գործընկերներ, գործնա բերել մեզ մտերմացրել, դարձրել ամենօրյա կամ չգիտեմ շաբաթը մեկ խոսենք, բայց երևի թե այդ փողի կամ փառքի կամ չգիտեմ չնախանձության, հանգիստ տանելու կամ կամեցողության, որ կամենաս քեզ է կլինի, ինքն է կուրախանա, ինչ որ տենց գրեհիկ, որտեվ դա ֆինանսներ են էլի, այո, էդ էլա փորձություն անցնում ես, բայց էլի փառք Աստծո իմ կյանքը հենց է դասավորվել, որ բոլոր նրանց հետ գործընկերությամբ ստեղծվել է ընկերություն, իրանք Արև ջան գյորմամիշ չեն փողի։ Հիասթափություն չես ունեցել։ Չէ, մեծ կտորով չէ, ոչ մեկից, ովքեր կարող են կոչվել գործընկերա, ընկեր, որևէ մեկից չեմ ճիշտ հակառակը գնալով ավելի չերմացել գնալով հական բաներ որ արարքներ որոնք մի քիչ հետ են պահում բնականաբար ես մա չեմ կարող անկեղծ ասել օй բոլորը մի ձևի իդեալական չէ բայց հա հերացումներ են եղել հա պոեզի գիծը մի քիչ հերացել է տարբեր դեր բայց թշնամանք ինչ որ բան չի մնացել որևէ մեկի հանդեպ չէ
Ավ Կարեն Սևակից մի բան խոսեցիր, ինչ որ իրականություն որոշ չափով փոխեցին, չէ՞, տենց եթե կարճ փորձենք անդրադարձանել իրանց, ինչ կասես։ Երաժշտական, գիտես, ինչը փոխեցին, հարսանյաց հանդիսություններում նաև փոխեցին անդադար են երաժշտությունը, որը լսվում էր, դա կոտրվեց իրենց շնորհիվ, շատ Հիմա շատ բենդեր եմ տեսնում, չէ՞, նմանատիպ նաև ճիշտ է։ իրենք նշաձող բարձրացրեցին Արև ջան Կարեն Սևակը, որ կիրթ հագնված, հետաքրքիր հագնված կան, հետաքրքիր երկացանկով կան, որ դա դաստա չի, ինչպես ասում են, դա երաժշտախումբ է, ու այդ կուլտուրայի մեջ Կարեն Սևակը շատ մեծ ավանդ ուներ, ես իմ ընկերներով շատ եմ պարտանում, թե Կարենի պրոդյուսերական հրաշալի տաղանդով, թե Սևակի մատների զորությամբ ու երաժշտությամբ երկուսն էլ մեծ լավ ձևով էմալապատեցին այդ դաշտը։ Մի քիչ շարունակելով ընկերների թեման, գիտեմ, որ Արսենի հետ միշտ կապը կա Սաֆարյան, ու նենց հետաքրքիր է, ոնց որ Արսենը այս նախ շատ հաճելի է, որ վերադարձ ունեցավ, ես շատ եմ ուրախանում այս մերոնց վերադարձից, եւ մյուս կողմից տեսակի հետ կապված, Արսենը սենց լրիվ մի հատ ուրիշ տեղում հայտնվեց իր տեսակով, իր խոհեմությամբ, իր հայրենասիրության այդ դրսևորմամբ գնալով այո աղբոր հետ շատ նաև փոփոխություն Քո հոգունքերն է ահա Սաֆը շատ լավ մարդ է Սաֆարը մնալով կարճած գիտարին աղբոր հետ ինքը որտեղ դնում է թեկուզ փոքր բեմերում միշտ կա Սաֆարյան ու Արտուր Սաֆարյան սիրող մարդ միշտ կա այդ էլ չեմ ասում որ բայց դու չես գալիս ինքը դարավ զալատոյ շլագեր արդեն ինքը նոստալգիկ շլագեր դարավ ինձ թվում է այս վերջին տարիները մեր նենց տարբեր անսպասելի երևույթներ ենք մենք տեսնում օրինակ 10 տարի առաջ մենք չէինք կարող մտածել որ 90-ականների արտիստները այդպես վերադարձ կունենան նույնը Ռուսաստանում եմ հետ նա ինչա կատարվում այո նորից այդ սուպերստար նախագիծն էլ որ նայում ես Շուրայի վերադարձը մնացած վերադարձը այ շատ լավ կլինի, որովհետև ինչ որ մի պահ Հասմիկը, Կարապետյան, Անդրեն, իրենք վերադարձ։ Ավ ես քեզ ասեմ Լիլիթ Կարապետյանը, գիտես ինչ բանակ ունի։ Լիլիթին մինչև այսօր ոնց են սիրում։ Էլոնել շատ ուրախանում եմ, որ ու վերադարձին միշտ սպասում եմ, այ շատ լավ է, որ իրենք կարողանում են մնալ դաշտում, այդ ինձ համար շատ, որովհետև դա նորմալ ասեն, դա փոխություն է։ Բայց որ իրանք էլ են կարողանում այդ շատ լավ է։ Ավ քո համար շատ կապ ունի ում համար ես երգը գրում։ Չէ, դա ազդում է գործի վրա, եթե դա սիրելի մարդ է։ Բայց հիմնականում չէ, որովհետև հետո այդ մարդը ես գրելու եմ ինքը դառնալու է սիրելի, ես իրեն մեկա երգը տալուց տեսնելու եմ, ըստ իմ բնավորության տեսակի հաստատ մի երկու հարց կտամ կդառնամ մանկության ընկեր, եթե ականջում չառաջում։ Դրա համար Իսկ սկզբանե արդեն այդպես է սկզբանե լավով եմ բնական է մարդու տեսակը ազդում է Սիրուշոյի համար այլ ձև ես գրում Անդրեի համար այլ ձև չգիտեմ Սարոյի համար այլ ձև ես մտածում ու դու ամեն անգամ ուզում ես այդ մարդկանց դենկայով իրանց գույների մեջ բայց քո տված էմոցիան նույնն է հա նույնն է սիրելով ես անում ու այդ չի կարող ինչ որ մեկը գա ու չի կարող համեմատվել այդ երամիս հետ իրանց բայց տարբերությունը կա ուրեմն ChatGPT-ին հարցրեցի Ավետ Բարսեղյանի ամենահայտնի երգերը որոնք են ինչ ասես հələ դու ասա Սենց լավ քնածես արթնացնում են քեզ ասում են քո ամենաերգը Ինձ համար իմ սերը քեզն է, բայց չգիտեմ ChatGPT-ին այդքանի մեջ կարմիր կապույտ ծիրանագույն թող տա երևի թե չգիտեմ։ Լսի, ինձ թվում է ավելի շատ Երևանը մենք ենք Եվրատեսիլից vocation չէ ջանջաններ։ Որտեվ ինքը գնում է երևի, հա։ Ինձ թվում է դրանից ավելի շատ ջանջաններ։ Ինտերնետային ջանջանը։ Առաջինը այդ տվեց։ Քիրա ես այդ երգը շատ եմ սիրում քույրիկներին էլ, այդ երգն էլ, այդ պատմությունն էլ, բայց երբեք չէր մտածի, չէ՞։ Հա, երբ Եվրատեսիլի հետ կապված։ Իմ լիստի հետ, հա։
Կարող է ես մոռանում եմ, որ ես եմ։ կարող է ես ուշադիր չեմ, բայց միշտ ես պատկերացնում եմ, որ Անդրեի ու Շուշոյի համար ինչ որ նոր ֆանտաստիկ երգ պետք է գրես, կարող գրել ես, ես չգիտեմ։ Չէ, Անդրեն արդեն ուղարկել է շատ սիրուն մեղեդային երգ, որն ինքն է գրել երաժշտությունը։ Շուշանիս համար դեռ չէ, վերջի համագործակցությունը եղավ անունս Արցախն է, այդ երգը։ Ֆանտաստիկ։ Միասին գրեցինք Արման Ղազարյանի հետ, դեռ Շուշկայիս իմ։ Չես զգում դեռ։ Դեռ չկա մատերիալ։ կուզեի։ Համար երաժշտական, հա։ Դե բնականաբար Շուշոյի հետ էլ է սիրելի ընկերների շարքում բնականաբար, բայց դեռ չկա։ Այ Անդրեի հատվածում կա, հենց 2 օր առաջ ուղարկել է երաժշտություն, որը շատ նման է հենց իմ սերը քեզի տարիների հենց այդ երգի լագիչսկին, հա։ Այսօրվա լեզվով ասած vibe-ը։ Vibe-ը մեջ է։ Vibe-ը այդ թվերից է։ Այդ շատ հաճելի է։ Մի քանի օր առաջ քեզ տենց դե անդադ մտքիս էիր, որ պետք է ոդկաստ անենք։ Քեզ հիշեցի էլի տենց շատ արծաթներով եւ այլն, հիշեցի Պրեգոմեշով ու մտածում ինչ հետաքրքիր է Պրեգոմեշ բրենդը։ Միշտ։ Սիրուշոյից բրենդը միշտ։ Այդ գոնե մի կտոր բան պետք է լինի։ Ընտիր, զարնա։ Հա։ Այս մեկն էլ ԱԲ-ով իհարկե գրած։ Դու զգում ես, որ դու արմատների մոտ ես եղել։ Ես շատ եմ զգում Պրեգոմեշի ներկայությունը իմ կյանքում, համ էլ զանգերով ինչ որ մի բան ես հետևում եմ։ Իսկապես շատ մեծ սիրահար եմ այդ բրենդի, այդ աշխատանքի, ոչ միայն իրի, այլ ոնց է այդ բրենդը ստեղծվել ու ոնց է զարգանում է, ինձ շատ է դուր գալիս Սիրուշոյի։ Իհարկե ինքը շատ ժամանակ է տալիս իմ սիրելի եւ բոլորի մեծ բանակ ունեցող երգչուհի Սիրուշոյից շատ է ժամանակ տանում դա ու քչանում է այդ առումով երևի թե երաժշտական մասը մի փոքր չի հետամնում, եթե կարելի ասել դրա համար մի քիչ Պրեգոմեշին պետք է ասեմ հանդիստողի, հա, մի քիչ մեր սիրելի երգչուհին, որը իր երաժշտական գործերի մեջ էլ բնականաբար հանճար եղա։ Իսկ այն ձեր սիրած որ նստում եք միտեղ, իրար հասկանում եք, բզբզում, գրում չի եղել։ Գրում ենք, արել ենք, շատ դժվարությամբ էլի, որտեղ ինքն էլ է ընտիր գրող է։ Ես մտածում եմ ավելի ռոմանտիկ, ինքը շատ Սիրուշոյի հետ երգ գրել է, այդ մեր ամենահավես պահերից է ու շատ խնդալում ենք ավելի շատ ընթացքն ենք սիրում, այդ երգը կարող է չդառնա վերջում ոչ մի բան, բայց այդ ընթացքը շատ խնդալ է, որովհետև ես ավելի փափուկ ռոմանտիկ բաներ եմ գրում։ Սիրուշոն ավելի պինդ, ավելի հստակ, բառային մոտեցումներ ունի ու տեղի ներկա գտնվել այդ գրելու process-ին շատ խնդալ է, երբ որ իմ փապկային ավելի sense վերերկրային ու Սիրուշոյից այդ եղջյուրական պոզերով ավելի հստակ, ավելի ուժեղ տողային, ավելի առանց զարդային վիճակով տալը։ Ձեր այդ շփումը իրար հետ որ տենց միտեղ գետնին նստում եք, շատ հավես է։ Ու այդ էլ է ուզում քեզ հարցնել, դու տանն ես հիմնականում ստեղծագործում։ Այ ոնց է, պետք է աղմուկ չլինի, պետք է քեզ չխանգարի։ Բացարձակ աղմուկ ամեն ինչ կա, հա, բացարձակ։ Մեկը ես աղմուկի ժամանակ էլ եմ գրում, ինձ մեկը բացարձակ Արևջան, հետաքրքիր է որ կենտրոնանում եմ այդ գրի վրա կոնկրետ։ Ընտիրունակությունն է, որ քեզ չի խանգարում աշխարհը։ Այդ հա մեր մի սենյակից եկած։ Միշտ մարդ կար, բայց ես պետքա դասանեի սոլֆեջը։ Իսկ սեփական տուն մտածել ես, որ երբևիցե տարիքի հետ պետքա գնաս։ Կարող է գա այդ պահը, հիմա չէ։ Հիմա չէ, որովհետև ես սովորեմ, որ պետքա հարևան լինի, որ գնաս ուզես, այո։ Ավարտված ադվիլը, վերջացած աղը, հացի կտորը, չէ։ Իսկ հետաքրքիր է, որ կասկադից եկել ես կասկադ։ Նու Բաղրամյան, բայց էլի կասկադ, դա ինչ որ կապ ունի մանկության հետ։ Մենք տունը հենց այդ նմանությամբ անին գտավ, հա, այդ նմանությունը շատ կա մեր պապական տնը, հա, շատ կա այդ 4 հարևանի տուներ, այդ կասկադի տունը։ Ու այդ նմանությամբ ենք նաև առել ու շատ իրեր անգամ համ ընդեղից են այդ տնից են, համ վիճակն էլ է ինքը տենց ռեմոնտ արած չի որպես մոդնի տուն ինքը տենց ավելի հնոտ է Ռոբկան ոնց որ ասում է Սիրուշոյի իսկ տանը մի հատ
նոր բան չկա։ Զարմացած իմ կաբինետից։ Նա սպիտակ բան չկա, կոմոդ, սա ինչ որ բաներ են հախիտ լցրած ու ին։ Տան թեման շարունակելով ուզում եմ ասել, որ տունը կարող է լինել միշտ տաք, լուսավոր եւ դրա համար գումար չծախսեք։ Ուղղակի պետք է ունենալ արևային կայան։ Վաղվա օրը, նույնիսկ այսօրվա օրը արդեն արևայինինն է։ Ես առաջարկում եմ զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարին եւ Ital Solar-ի մասնագետները կպատմեն, թե ինչպես դուք կարող եք ունենալ արևային կայան եւ դուք դառնաք ձեր գլխի տերը։ Հիմա ճիշտ ժամանակն է միջայլոց, որովհետև գարուն է, կարող եք էլեկտրաէներգիա խնայել, կուտակել, հա, ու ամենակարևոր կետերից մեկը՝ հեծի հետ փոխհաշվարկի կարգը մնացել է անփոփոխ յուրաքանչյուր տարվա մայիսին։ Քո կյանքի մի մասը դա հանդիսություններ, հանդիսավար, բացի ասենց հանգիստ խոսենք, էլի բացի հստակ գումարից, քեզ ինչ որ ուրիշ բան դա տալիս է։ Հիմա, հա, առաջ չէ մենակ գումարներ, բայց հիմա ֆիքսել մարդու կյանքի ամենակարևոր բանը շոյում է իմ եսը։ Ինչ հետաքրքիր է, որ հասել ես դրան։ Առաջ դա զուտ են, որ Գրիգորիչն էլ չէր թողում դա անեինք, համարում էր դա վատ բան։ Լոտո հարսանիք վարելը չէր սիրում Արև ջան։ Սկզբնական շրջանում այդտեղ էլ զուտ փող, բայց գնալով այդ երբ որ դու հասկանում ես թե դու ինչն ես ֆիքսում հայ մարդու կյանքում, չէ, ամենակարևոր, ամենաթրթիրով, պատասխանատու պահը, օրինակ այդ առումով հիմա շատ փոխվել է այդ զգացողությունս, որ դա զուտ անջատված բան չի, անգամ տեքստերից մեջ է փոխվել այդ ադստրանյոննի վիճակը այս կողմից լինելը դառել ավելի ջերմ, ավելի այդ երեխեքին ինչ որ լավ բան ասել ու ղորթելու շատ է փոխվել աշխատանքը, հա։ Էսի որպես մարդ, ով որ ինձ թվում է գինով ցած հայերի հետ շփվելու անվերջ փորձ ունի։ Մենք գինով ցած են քեֆի մեջտեղում, հա, այդ ինչ է լինում, չգիտեմ, այս երգը ասենք երգեն, այս կենացը ինչ է ուզում գինով ցած քեֆանող հայը։ Հիմա այնքան հետաքրքիր է, մենք արդեն երևի թե այդ edge-ը Արև ջան Անցել ենք, հա, երևի ինչ-որ տեղեր մնացել են, բայց հիմնականում մեր կենտրոնական որտեղ որ կան բենդ որպես Կարեն Սևակը, ես որպես հանդիսավար, չգիտեմ, Նազենին կամ Լուսկան Լյուբիմովա կամ Լուիզ Անղամբարյան, այդ վիճակը արդեն ինքը անցած է, այդ եղել է, շատ դժվար է եղել, գուցե ինչ-որ պահերի կա տենց վիճակներ, բայց հիմնականում արդեն մարդիկ սովորեցին, որ գալու են ու հստակեցված էլ չկա այդ վիճակը։ Միջամտելու, մասկազմ։ Հա, որովհետև արդեն մեծ կազմակերպչական ձևավորվեցին խմբեր, հա, կազմակերպիչը, ինչ ուզում են սկզբում ասում են, ու տենց այդ հարամչի բարեկամ քերու տղա կամ չգիտեմ ով հենց իրանք հարամ են, էլ արդեն ես չեմ նկատե ու չեմ առնչվե։ Կարող է մարդ պրոստը կայֆով գա ողջունի, այսինքն շատ լավ տրամադրությամբ գինովցած գա զակուլիս մեր մոտ մեր սենյակ ողջունելու համար։ Այ դա կա։ Ու լավ տրամադրությամբ գա, բայց տենց գալ ասել ինչ որ հիմա այս կենաց չէ, որովհետև այնքան մեծ աշխատանք է տարվում արդեն մինչև հանդիսությունը, Արև ջան, այնքան հանդիպումներով ամեն ինչ քննարկվում է, արդեն լուրջ միջոցառում է դա։ Արդեն դարձավ նաև ինձ համար ցավոք սրտի էստրադային դաշտում, որովհետև ամեն ինչ գնաց այդ գծի վրա ու կորան պատմություններ ունեցող երգերը, որոնք ունեն պատմություն, ինչ որտեղ մտածելու, ցավելու տեղիք տվող երգեր կորան։ Ցավոք սրտի ամեն ինչ լավ է, պարացնողներն են։ Պարացնողները, զույգի երջանկությունը։ Իսկ դու ինքդ այդքան երգիչ երգչուհիներ են գալիս, բենդեր են գալիս, այ որ երգնական, որ արտիստն է, որ ինքը գալիս է ու դու տժում ես։ Այսինքն հավեսով է։ Սարոյի ժամանակ եմ, հա, այս Սարոն որ կա, տարածքում Ռազմիկը որ կա, Իվետանին եմ շատ սիրում, հատկապես այդ իմ սիրելի երգով։ Քիչ են մեր մոտ երգիչ երգչուհիները, ովքեր կատեգորիկ հարսանիքներին չեն երգում։ Չգիտեմ, ես որ բոլորին տեսել եմ, երևի թե, բոլորին տեսել եմ։ Անկամ շատ կատեգորիկ չերգող իմ ու քո ընկերուհուն Միացյալ Նահանգներում բնականաբար շատ
բարձր բեմադրական աշխատանքներով, բան, հա։ Չէ, երևի թե դա դարձավ այն վիճակը, Ամբողջ աշխարհում։ հա, Ամբողջ աշխարհում։ դարձավ այն հարթակը, որտեղ երգում են։ Տենց ինչ որ մարդ չկա։ Ու անգամ նոր սկսող երեխեքը արդեն հաշվի են նստում հանդիսության բեմի հետ։ Ուզում են այնտեղ հայտնվել։ Վերաբերմունքն էլ է փոխվել։ Երևի թե տենց չգիտեմ, կա մեկը կատեգորիկ չի երկու։ Ես որ չեմ հիշում։ Այս ինտերնետային անվերջության մեջ, օվկիանոսի մեջ բնականաբար կա հեյթ ասվածը, այդ վատ կոմենտը եւ այլն, այդ ամեն ինչը ոնց ես դու ընդունում։ Քչացել է իմ կյանքում։ Այնքան ասենք, հա, հեյթ։ Իսկ ընդհանրապես դա քեզ կպնում է։ Դե չէր կպնում, բայց ես ուրախանում էի, որ տենց բան կա։ Տենց սուրը չկա էլ արդեն։ Այդ ինձ է կախված, ես ինչ որ տենց ինչ։ Հա, մի բան պետք է։ Օրինակ հիմա մի բան ասես։ Այս տենց ինչ որ բան, պրոստը այսօր տենց հանգիստ եմ, դու ինձ լավն ես գինին, հա, տենց տեղ չկա բան անելու, ինչ որ արտահայտություն անելու, չգիտեմ, հեյթի տեղ գուցե ես չեմ տալիս, բայց ես սիրում եմ այդ վիճակը, պրովոկացիոն մի բան անել։ Հա, քեզ դուր է գալիս խաղա, պինգ-պոնգա։ Օրինակ որ ես ինձ նայում եմ ընկերներիս մոտ, ես այն նախանձի թեմա, ես իմ ընկերներին երբևէ չեմ նախանձել այլ բաներում։ Իրենց ոչ ունեցվածքի, ոչ։ Բայց այ հեյթի մեջ։ Այ հեյթը, ոնց կենտրոնանում են ինչ որ բան, այ դա ես, հա, այ նախանձում եմ, բա ես ինչի չկամ ես ամեն ինչի մեջ։ Խնդրում եմ թող դա առիթ չհանդիսանա, ու չսկսեք վատ մեկնաբանություններ գրել, այսինքն ոչ մեկ չի կարա կպնի։ Չէ, դե բանը նիպրիատնի է, մեկը տարիները քեզ դարձնում են իհարկե դիմացկուն, շատ իմաստուն, բայց վատ բան է, բայց դու հասկանում ես, որ դու ես ինքդ ախր իմանալով գնում դրան։ Այսինքն դու գիտես, որ արդեն կարող ես երեխեքի նման։ Կա իհարկե տուպոյ հեյթ էլ կա, որ հեյթ ռադի հեյթը։ Անիմաստն էլ կա։ Իսկ օրինակ երբ որ տենց ալիք է գալիս, անի վերաբերմունքը, մամայի, միշտ կողքի դերը ավելի ինչ որ տենց ծանր են, չէ՞ տանում։ Չէ, հիմա չէ, ես էլ արդեն չեմ տեսնում ծանր։ Ես անգամ Լուսեին եմ զգուշացրել, որ բալես, հեսա որ մեծանաս, միլիոն բան ես կարդալու, լսելու, այ ոնց ես տեսնում ինձ, քո, չգիտեմ, քեզ հետևող ատամներդ լվալը հիշացնող ու քեզ պարկացնող, այ էդ եմ ես բալես։ Այն ինչ որ կկարդաս հետագայում, իմացի մարդկության մեծ մասը չարա։ Բալիկ ջան։ Շատ նուրբ ես ասել, Մարդկության ինչ որ մի մաս կեղտա բալես։ Էստից դու էլ պետքա քո կյանքում անպայման ունենաս, որտեղ ես ուզում եմ ինքը երևույթ լինի, ոչ թե պրոստը տակ երեխա։ Հա, միջակ էլի տենց, հա։ Մամաս միշտ ասում է, դու մեզ բոլորիս սովորացրել ես նորմալ ապրել այդ բացականի մեջ, որտեղ չգիտեմ, կարող 20 տարի առաջ, 15 տարի առաջ տենց մի բացական մի բան լսեին վերոնք, այն որ սենց ես միշտ այնքան adekvat, չգիտեմ ինչից է, շատ հանգիստ եմ դրան նայել ու միշտ մերոնց Արամն էլ օգնեց դե քեզ ավելի պնդացրեց, որովհետեւ դե Արամի հետ այնպես դպրոց անցանք, հա, մեծ կտորներով։ Չէ, Արամի հետ շատ ուժեղ դպրոց անցանք ու հիմա ցանկացած այդ բացականի հետևում կամ ես փնտրում եմ դժբախտություն կամ աշխատանք։ Կամ աշխատանք ճիշտ ես ասում։ Դե որ բան ստացվեց, բայց ուզում եմ ասեմ, թե չէ մեզ ոչ չես։ Արի մի հատ էլ չկացնենք։ Արև ջան, քեզ հետ միշտ սկսած են որ կասկադում էինք, չէ, վերջի անգամ հանդիպել շուտասելները, հա։ Ու շատ լավ մասնագետ ես դու խոսքի, շատ արևային ես ու ուզում եմ միշտ sense adekvat մնանք քաղաքի մարդկանցով իրար ու այն սերը որ իսկապես ստացում ենք տարիների ընթացքում թող ինքը ոչ միտեղ չի կորում ինձ էտա դուր գալիս աղջան Ավջան ինձ թվում է այս այն դեպքը չի որ ես պետքա քեզ գովեմ որովհետև դրա կարիքը չկա ուղղակի այն որ դու ուրիշ ես դու մի հատ ես լինում ու մենք շատ ուրախ ենք որ դու մեր ժամանակներում ես ու մերն ես որ մերն ես որ այդքան գունավոր ես այդքան խորն ես այդքան ջիգարով ես սաղին հասնող ես ու ամենակարևորը կարգին ջիգարով մարդ ես քեզ շատ սիրում ենք բոլորս թե որպես ստեղծագործ
թե որպես մեր հարազատ ու ամենակարևորը երևանցի։ Հաճելի Խնդրում եմ այդ լսել, թող լինի էլ այդ երևանցի Թող լինի, հա, դա էլ այդ արի ֆիքսենք։ Հա, ապրես շատ ու մեր իրականություններն է, որ այստեղից հետո դու վազում ես Լուսեի մոտ, Դու էլ, մենք ոդկաստ ավարտում ենք, վազում ենք, ես էլ վազում եմ իմ երեխեքի մոտ, Կեցես։ ապրես որ եկար, շնորհակալ եմ։ Մեր ընտանիքների համար լավ լինեն։